որևէ պատասխանատու քաղաքական ուժ չի կարող ձեզ խոստանալ, որ իր իշխանության գալու պարագայում թրիփը կվերանայի։ Կարող են պոպուլիստներ գտնվել, որ ձեզ նման հեքիաթացին խոստումներ տան։ Ես պոպուլիստ չեմ արտաքին քաղաքականության մեջ եւ առավել եւս կարծում եմ, որ պետությունը քուչի բիսեդկից տարբերվում է նրանով, որ միջազգային իր պարտավորությունները հարգում է եւ իշխանության փոփոխության դեպքում ստանձնած միջազգային պարտավորությունները չի վերանայում։ Բայց լավ այդ դեպքում ինչ անենք, որտեղ ես ասացի, թրիփը այս տեսքով ուղղակիորեն հակասում է Հայաստանի շահերին։ Միակ ճանապարհը Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ բանակցելն է, որպեսզի թրիփի հնարավորությունները մեծացվի։ Ասենք Հայաստան-Իրան երկաթուղի կառուցվի, որպեսզի խաշմերուկային բաղադրիչ մտնի այս նախագծի մեջ, կամ թրիփը երկարացվի մինչև երասխ, որը հնարավորություն կտա, որ նույն ռեժիմով մենք ենթադրենք դեպի Իրան կամ Մեղրի անցում կատարենք Նախիջևանի տարածքով։ Իսկ նման բաղադրիչներ պիտի փորձի Հայաստանը բանակցելու միջոցով, բայց այս իշխանության օրոք դա անհնար մի բան է, բանակցելու միջոցով անել, որպեսզի թրիփ գումարած ստանանք կամ ներառվեն այդ նախագծում նաև Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի շահերը եւ ինչ-որ բանա ստեղծվի։